Բարև ձեզ հարգելի YouTube-յան հետևողներ, այսօր անջատեք խոսափողը ոդկասթի մեր հերթական թողարկումն է և աշխարհաքաղաքական իրողությունները մեզ բերել են այն հանգրվանին, որ առաջարկում եմ առաջին հերթին խոսել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից, մասնավորապես Իրան, Իսրայել, ԱՄՆ և այլ երկրների այսպես ասած ռազմական գործողություններից, որը որ ծավալվում է ու դրան զուգահեռ ինչ գործողություններ են անում Հայաստանի Հանրապետության իշխանությունները, քո կարծիքը, դիրքորոշումը։ Մենակ իմ կարծիքը չպետք է հիմա ասեմ, վերջին ամիսներին, շաբաթներին, օրերին տեսնում ենք, թե Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը ինչ քարոզչական գործունեություն է ծավալում։ Իրանց ներկուսակցական այդ քարոզարշավը արդեն հատել է բոլոր սահմանները ու չեմ կարծում, որ սա միայն ներկուսակցական քարոզարշավ է, որովհետեւ քաղաքում շրջելիս կամ չգիտեմ Սայաթնովա փողոցում, Հանրապետության հրապարակի հարակից փողոցներում մենք տեսնում ենք բանյարներ արդեն Նիկոլ Փաշինյանի խաղաղության այդ պոստերներով։ Մենք դա կանխատեսելի էր, որ հենց այդ լոզունգն է լինելու խաղաղության, որ տեսեք, մենք խաղաղություն ենք բերում ձեզ, տեսեք, սա աշխարհը պատերազմի մեջ է, մենք խաղաղ ենք։ Հանկարծ ինչ-որ նորություն տարածվեց, որ Սյունիքի հատվածում կրակոցներ են լսվում, թեկուզ դա հարևան երկրի ռազմական գործողությունների կրակոցների ձայներն էր, Նիկոլ Փաշինյանը նույն վայրկյանին հոգեվարքի մեջ ընկած արձագանքեց, որ ոչ, մենք 9 ամիս է խաղաղ իրավիճակում ենք ապրում, այս 30 տարիների ընթացքում եղել է 9 ամիս, որ դուք խաղաղ լինեք, մենք բերել ենք ձեզ ձեր իրազած խաղաղությունը, ու հիմա թվում է, թե Նիկոլ Փաշինյանի ամենախոցելի տեղը հենց այդ խաղաղության մասին խոսելն է։ Երբ խոսում ես խաղաղությունից, դրա բացակայությունից ավելի շատ, որ այս վերջի տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին մենք խաղաղությունը զուտ բառը, որ ասել ու անցել ենք առաջ, ինքը գնում է հոգեվարքի մեջ։ Իսկ այն, որ ամբողջ աշխարհը պատերազմի մեջ է, ինքը այդ ընթացքում գնում է ներկուսակցական քարոզարշավի, այնտեղ պերաշկի է ուտում, սուջուխ է ուտում, Թաթայի Թաթևասետրյանի երգերի տակ ապարում է, ինչ որ դիսկոտեկներ է անում, TikTok-ներ է նկարում։ Արի, բայց մի հատ կարևոր բան էլի հիշենք, որ պատերազմը կամ ռազմական գործողությունները, որ սկսեցին, հենց Իրանի ռազմական գործողությունների հետ զուգահեռ Նիկոլ Փաշինյանը ավտոբուսի մեջ ուտում էր կարկանդակ, նույն ինքը պերաշկի, ու երբ որ ասում էին, բա ինչի եք ուտում, ինչ եք տենց բաներ ձեզ թույլ տալիս, ասում էին, դե մենք խաղաղ ենք։ Ենք բերել, մենք կարանք պերաշկի ուտենք, ով ուտի ոչ մենք։ Բայց արի մի հատ բան հիշենք, որ 2020 թվականին, երբ որ Արցախա-ադրբեջանական սահմանից սկսվեց պատերազմը, մի հատ արի հիշենք, թե հայ ժողովուրդը ոնց էր սպասում, որ օրինակ մեր հարևան պետությունները ու ոչ միայն հարևան պետությունները ինչ որ արձագանք տան այն պատերազմին, որը որ ծավալվել էր։ Ու նույն ձևով ես վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը նույնպես սպասում էր, ոչ միայն Իրանի ժողովուրդները սպասում էին, թե ինչ արձագանք պետք է տա, օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետը, որ խաղաղության կոչ անի, հանգստության կոչ անի, ու այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը ուղղակի կարկանդակ է ուտում։ Պատկերացնում ես, օրինակ 2020 թվականին, որ Արցախյան պատերազմը սկսեց, օրինակ Վրաստանի վարչապետ Գյորգի Գախարյան ուտեր, չգիտեմ, խաչապուրի, ու ինչ որ այդտենց արձագանք տար, դու պատկերացնում ես, օրինակ մեր ժողովուրդը ոնց կվերաբերվի։ Դե երբ հարևանի տունը սուքա, դու էլ պետք է այդ սուքը ինչ որ չափով տանես, ես այդ կարծիքին եմ, որ եթե հարևան երկիրը սգում է, ու թշնամի երկիր չի մեզ Իրանը, եթե հարևան երկիրը սգում է, այնտեղ դպրոց էին չէ պայթեցրել, այնտեղ աղջիկների դպրոցներ, այդքան անչափահաս երեխա է մահացել անտեղի քաղաքացիական զոհերի թիվը գնալով մեծանում էր ու ինքը մենակ այդ ավտոբուսի ներկուսակցական քարոզարշավն էր տանում, չգիտեմ, այնտեղ մարդկանց աշխատանքի չընդունելու, թե հեռացնելու ինչ որ գծագրեր էր գծում, հետո ասում էր, որ հետևողական կլինի դրանց հետագա քայլերին։ Ինքը ասենք մենակ տես բան են կարա հետևողական լինի, էլի, բայց երբ որ օրինակ մի հատ դպրոց են պայթացնում երեխեք են այդքան զոհվում ու հարևան երկիրը վստահաբար սպասում է արձագանքի կողքի երկրներից, իրանք լուր են այդ ժամանակ։ Այո։ Հա, ու մենք միշտ այն երկիրն ենք, որը որ հասկանում է պատերազմը ինչ է։ Մենք մեր մաշկի վրա ենք դա զգացել ու շարունակում ենք զգալ, ու նույն ժամանակ փոխանակ դու համապատասխան արձագանք տաս այն ամեն ինչին, ինչ որ տեղի է ունենում, սթափության կոչ անես, հանգստության կոչ անես, խաղաղության կոչ անես, դու ուղղակի պերաշկի ես ուտում։ Դե նույնը օրինակ Վենսիայիթի ժամանակ նախագահականում Վենսը հարցազրույց տալու խոսալուց ինքը արդեն ակնհայտ հրահրում էր այդ պատերազմական իրավիճակի հետագա զարգացումները, խոսում էր ինքը Իրանի մասին, խոսում էր իրենց լարված հարաբերությունների մասին, այդ ժամանակ ոչ մեկ չէր ասում սուս, ստոպ, ինչ մի խոսա մեր երկրում էլի։
ինչի ես եկել Հայաստան քննարկում այդ հարցերը։ Ինձ չի թվում Նիկոլ Փաշինյանը կարողանա Դե չէր կարա, հա, խնդիր չկա, չէր կարա։ Հարցը այդ չի։ Կարելի է ուղղակի սկզբնական փուլում ասել մենք խնդիրներ չունենք, մեր համար խնդիրներ մի ստեղծի, մենք ճակերտավոր գնում ենք խաղաղության, գնա դու քո երկրում ինչ ուզում ես, ինչ հայտարարություն ուզում ես արա։ Ոչ թե հələ մի հատ էլ Ցեղասպանության այդ ինստիտուտ թանգարանի տնօրենին հեռացնի գործից, որ ինչա նվիրել է 1920-25-28 թվականների ինչ որ Արցախի մասին գիրքն է։ Իրականում Արցախի մասին էլ չէր։ Այդ գիրքը ըստ մամուլի տեղեկության վերաբերվում է հայոց ցեղասպանությանը, ժողովածու է ընդհանրապես, այնտեղ գրած է թե օրինակ Ամերիկան այդ թվականներին ինչ հոդվածներ է հրապարակել։ Ու հետո էլ մի հատ էլ ասում է, հա, ես եմ ասել, որ հեռացնեն, որովհետև իրանք ով են, որ երկրի վարչապետի օրակարգի մեջ մտնեն։ Մենք ասում ենք խաղաղություն, դուք գնում ասում եք Արցախ, տենց պատերազմ եք հրահրում։ Դες Քարոզ Արշավից շատ լավ է երևում, որ վարչապետն է որոշում ով է գործի ընդունում, ով է գործից ազատվում։ Այնտեղ հիշում ես ինքը շենքերից մեկում սենց կանգնած էր պատուհանի ներքևը ու պատուհանից մեկը գոռում էր որ աշխատանք չունի ու ինքը այդ մարդուն աշխատանքի տեղավորեց առաջարկում եմ որ շատ լավ պայմաններ կտանեք այստեղ գործի կընդունեք հանկարծ իր աղջկան չընդունեք գործի տնօրենին Առաջարկում եմ բոլոր այն ուսանողները, ովքեր որ ավարտել են ու չունեն աշխատանք, դիմեք վարչապետ Փաշինյանին։ Սպասեք, տեսեք, որ ճանապարհներով անցնելու, գնացեք այդտեղ տներից մեկում, ասեք, որ գործ չունեք, պատուհանից գոռացեք, աղա վարչապետը բարեհամբույր գտնվի ու ձեզ գործի տեղավորի։ Ոչ ձեր գիտելիքներն ա պետք, ոչ դիպլոմ ա պետք, ոչ մի բան։ Ոչ մի բան պետք չի։ Պետք է ուղղակի ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին հայտնվել ու վարչապետին ասել, որ գործ ա պետք։ Շատ հետաքրքիր իրենց այդ ներկուսակցական քարոզարշավը, չնայած այդքան էլ ներկուսակցական չի, իրենք արդեն նախընտրական քարոզարշավ են սկսել։ Այդ իրենց այդ սրտիկներով, իրենց այդ բաժանություններով, նոր ամուսնություններով, ինտրիգը մարդիկ նորմալ կարող են պահել խնդիրը։ Աշխատատեղերի հետ կապված նաև արի ուշադրություն դարձնենք, որ բազում մեր քաղաքացիներ զրկվում են աշխատանքից, ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունենալու համար կամ ընդդիմադիր քաղաքական հայացքով հայտնի ինչ-որ մարդուն լայքելու համար կամ այդ մարդու հետ լուսանկար հրապարակելու համար ու նման գործելավոճ ծավալելու համար, ինչը որ նորմալ չի։ Այսինքն խոսքը չի վերաբերվում մենակ պետական կառավարման ապարատին, խոսքը վերաբերվում, ինչը էլի նորմալ չի, որովհետև կա քաղծառայողի ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունում, այլ առհասարակ բոլոր գործերին։ Անհատ ձեռներեցներն էլ շատ բիզնեսմեններ, մարդիկ, որ տեսնում են օրինակ, չգիտեմ, նախագահի հետ նկար ես հրապարակում, մեր Նանեն բախվել այդ խնդրի հետ իրականում, ու ոչ միայն Նանեն, մեր ընկերներից շատերը բախվել են այդ խնդրի հետ, որ իրենց քաղաքական հայացքների պատճառով իրենց հեռացրել են աշխատանքից։ Ինչ որ քաղաքակիրթ աշխարհում նորմալ չի։ Մանավանդ եթե դու քո այդ քաղաքական հայացքները չես բարձրաձայնում, այսինքն քո աշխատանքը կապված չի քո քաղաքական հայացքների հետ։ Նորմալ է նախընտրական շրջանում բաժանություններ եւ ամուսնություններ նոր որպես ինտրիգ Հայաստանի Հանրապետությունում քաղաքականությունից զատ քաղաքականությամբ զբաղվող վերնախավը ամուսնալուծվում էր եւ ամուսնանում էր Այստեղ մի հատ հետաքրքիր բան է տեղի ունեցավ հիշում ես որ Աննա Հակոբյանը նյութ հրապարակեց Արի չմտնենք իրենց ընտանեկան խնդիրների մեջ մենք Դրակարովը չենք, բայց արի հիշենք, որ երբ որ Աննա Հակոբյանը նյութ հրապարակեց, որ իրենք բաժանվում են, բազում մարդիկ կոմենտներ դաշտում շնորհավորում էին Աննա Հակոբյանին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին ամուսնության առթիվ։ Դե իրանք որտեվ չէին այնտեղ մանրամասնել, մենք գրել են մեր քաղաքացիական ամուսնություն, չէ՞։ Այդ քաղաքացիական երես շեղել էր, մտածում էին քաղաքացիականը всё, գնում են ԶԱԳՍ-ով, մարդիկ նորմալ մարդավարի ամուսնանան։ Դե քաղաքացիական ամուսնությունը ԶԱԳՍ-ով ամուսնությունը տեղել էր սխալ գրել Աննա Հակոբյանը, որտեղ քաղաքացիական ամուսնությունը ԶԱԳՍ-ով ամուսնանալն է, որտեղ քաղաքացիական ակտերի գրանցման եսի միջակայք։ Չէ, մեր ժողովուրդը քաղաքացիական ամուսնություն ասում է նրան, որ ոչ ԶԱԳՍ ունեք, ոչ բան, զուտ իրար հետ ապրում եք համատեղ տենց նույն կյանքով։ Ես որպես ավանդապաշտ մարդ, ես ԶԱԳՍ-ի թուղթը չլինի իմ համար այդ ամուսնությունը։ Չեղարկեք։ Հաջող, այդ վիճակն է։ Բայց ինչպես նաև կրթվեք քարոզարշավի ժամանակ տեսար, որ մի հատ կին մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին, բանը աղջիկ էր ուզում իրանից։ Այդ մարդը աղջիկ ունենար, ասենք իր համար կճարեր աղջիկ դառնալ կամ ամուսնանալ։ Հիշում ես, որ մի հատ գյուղացի էլ կամ ինչ որ քաղաքում էր, չեմ հիշում, մի հատ բնակիչ մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին, ասում էր Աշոտը ինձ եսի ինչ ասել։ Հա, ասում Աշոտ նովը։ Աշոտ նովը
Չեմ կարող։ Նայ մի հետաքրքիր բան էլ եղավ, հիշում ես, որ Նիկոլ Փաշինյանը պետքա կոֆեի ապարատից ինքը որոշել էր կոֆե առնել։ Հա, հա, ձևը ոնց է, հա։ Այո։ Ու իրեն նենց էր պահում, yani ինքը ամբողջ կյանքը եղել է վարչապետ, չգիտե այդ կոֆեի ապարատները ոնց են աշխատում, այսինքն դու հասկանում ես, մի կողմից ինքը չգիտեմ, այնտեղ խնձոր է ուտում, պերաշկի է ուտում, սուջուխ է ուտում, որ ցույց տա, որ ինքը տենց ժողովրդի ծոցից դուրս եկած է, մարդկանցից մեկն է, ժողովրդից մեկն է, մի կողմից էլ ասում է, այսի ոնց է աշխատում, ես չգիտեմ, կոպեկը ոնց են գցում, կոպեկը ինչ է։ Կոշմար։ Հա ինքը իրան շատ է հակասում, բայց ինքը ավելի շատ իրան ուզում է ներկայացնի այն մասով, որ տես ես ձեզնից մեկն եմ, լավաշը sense ձեռներով կարամ պոկեմ ուտեմ, չգիտեմ, սուջուխը կարամ նորմալ ավտոբուսի մեջ Ալեն Սիմոնյանի հետ նստեմ կիսով, չէ՞։ Մի հատ էլ ասեմ, ես մարդու փողը տվել եք։ Բայց նա մի բան է, երբ որ ինքը Հայաստանում է դա անում։ Հա, ու դուրսը։ Ու դուրսը, երբ որ միջազգային սամիթը, երբ որ մարդիկ հավաքվել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ ու դու բոլորի առջև նստած խնձոր ես կծելով ուտում, դա ինձ թվում է նորմալ չի։ Դե այդ մարդիկ կտրած չեն բերել իմ ասենք, իր այդ դանակ պետք է տաներ, ինչ պետք է աներ։ Այդ խնձորը տենց կյանքի ու մահվան հարցեր պիտի այդ բային ուտել։ Հիմա խնձորը ծառի վրա աճում է, տես լիարժեք ոչ կտրած, ինքը սովոր է դրան, որ պետքա եթե աճում է, կարա կծի բան, պոկի կծի։ Անանասն էլ լրիվ աճում, դու անանասը բռներ կծել։ Մենք չգիտենք, իրանց տունը չեն եղել, չգիտենք էլի ոնց են իրենք օգտվում այդ ամեն ինչից։ Ես չեմ կարող մեկնաբանել։ Բայց դա նորմալ չի։ Օրինակ, թեկուզ հենց մարդկային նորմալ հարաբերություններում, երբ որ դու գնում ես թեկուզ մեկի տուն կամ ինչ-որ առիթի ես գնում։ Ինչն է նորմալ, որ այդ նորմալ լինի։ Նենց ես հիմա ասում նորմալ չի, ոնց որ մենք իրանցից ինչ-որ նորմալ բան ենք սպասում, մի հատ էլ այդ աննորմալ է ֆիքսում ենք։ Այնց էտա բան անում է, որ ժողովուրդը ասում է, սա նորմալ չի, բան ժողովուրդ իրանցից նորմալ բան ինչի եք սպասում։ Ինչ նորմալ բան կարելի է իրանցից սպասել։ Հիմա ասենք վաղն էլ կարող է, չգիտեմ, այնտեղ մարդես արհեստական խնձոր էին դրած պատկերացնես ինչ անհարմար իրավիճակում էին իրանք հայտնվելու բռնից ինձ կծի լավ անցած տարվա են կակաշների տրենդը չէր նկարում որ կակաշները ուտում էին մարդիկ ես յասամանը կծաղկի կսկսի դա ոչ նորմալ ինքնատանոցման կգա երազանք խաղաղության երազանքը կպայեք ուտի ուսուցիչներից մեկին են մերձավանի որ հեռացնում էին ինքն էր չէ դասի ժամանակ այդ 5 հատանոց բանի Յասամանի թերթիկ էր գտել կերել էր երեխեքը թաքուն նկարել էին բան չէ ինչ-որ տես բաներ եղել չէ նորմալ է սպասելի է մեր բայց բացի այդ նա ինքը տենց ռաբիս երաժշտությունների տակ երգերի տակ ինչ որ վիդեոներ է նկարում տեղադրում ամբողջ աշխարհը ծիծաղում է իր վրա խնդիրն է որ Հայաստանից դուրս որտեղ գնում ես բոլորը տեսած են լինում այն վիդեոները որ հրապարակում է վարչապետը ու բոլորը ծիծաղում են այսինքն այնպես մարդ չկա որ նայի ասի շատ խելացի կոնտենտ է իրենք չգիտեն այդ մեր ռաբիսնա թե մեր ասենք չգիտեմ դե չէ բայց լիքը բաներ հասկանում են չէ հասկանում բայց մեզ խղճում են մեզ իրանք նայում են ծիծաղում են ու վարչապետը իր այդ ախվատը այդ engagement-ը նկարել ու գցել էր ու ուրախանում էր որ իրեն համագործակցություններ է ինքը փնտրում անհատ ձեռներեսները թող դիմեն գովազդների համար Նորմալ չի այս ամեն ինչը իրականությունը, որի մեջ որ մենք ապրում ենք։ Դե այս նախընտրական վիճակում ինձ թվում է իրանց համար այդ ամեն ինչն էլ նորմալ է։ Իսկ դու նկատել ես, որ ինքը օրինակ որ գնացել էր Վրաստան, ինքը կոմենտները նենց էր դրել, որ այստեղից կոմենտ գրելու հնարավորություն չլիներ, ու վրացիները կոմենտներ գրեին, որ մտնում ես այդ վիդեոները, սա վրացիների կոմենտներն են։ Այդ ուշադիր չեմ եղել, չէ։ Չէ, այդ մեկը չէի հետևել, չէի տեսել։ Նույն ինքը բան է, հետո բան հիշեցի, ազգային ժողովից ինքը չէր ասում, որ բան եկեղեցում ասում են Արցախ, եկեղեցին հրահրում է պատերազմ։ Այտենց բան նոր հիշեցի, նախորդ թեմայի հետ կապված։ Ու ինչն էր հետաքրքիր, այսօր առավոտը Facebook-ը թերթելուց տեսա, որ լրատվականներից մեկը գրել էր եղանակը Հայաստանում եւ Արցախում։ Շատ sense լավն էր, շատ սիրուն պահ էր։ Հիմա մտածում կարող այդ լրատվականներին ասենք դատի տան։ Օրինակ Հայաստանը մտավային երկրների ցանկի մեջ չեմ հիշես պահին։ Իշխանամետ թե ընդդիմադիր։ Բնականաբար ընդդիմադիր ինձ թվում է։ Կարող է երկրորդ տարբերակն է լինի, որ ասեն այնտեղ հայերը նորմալ ապրում են, խոս տենց վստահ։ Դե գրեին Ղարաբաղ։ Չգիտեմ։ Իսկ հիշում ես, որ ժամանակին Շանթով որ լրատվականները եղանակն էին ասում, ասենց շատ հաճելի հետո Արցախներ կան։ Հա, հա։ Տարածքը։ Ինչ էի ուզում ասեի, ինչն էի տանում ես իմ խոսքը, որ Հայաստանը մտավեն երկրների ցանկի մեջ, որտեղ կան լրագրող քաղ բանտարկյալներ։
Հայաստանում բոլորը կամ նախկին քաղբանտարկյալներ կամ ապագա քաղբանտարկյալներ կա։ Շատ վատ վիճակում է հիմա։ Մենք ծիծաղալով ենք ասում, բայց հայտարարություն է։ Ինչով ենք պակաս։ Ինչով է պակաս, ինչով են պակասել։ Հայտարարություն է, քաղբանտարկյալների թիվը օրեցօր ավելանում է ու Հայաստանը, որ հայտնի էր իր գնամեծարությամբ, ունեցավ կին քաղբանտարկյալ, ով որ շատ խիստ ձևով էր իր պատիժը կրում։ Այդտենց խիստ նույնիսկ այդ իրանց չակերտավոր դրոս մենք բանդա են, չէ՞, իրենք այդ բանդայի չակերտավոր պարագլուխը չէր անցկացնում իր այդ պատիժը, ոնց որ այդ կին քաղբանտարկյալը շատ լավ է, որ հիմա ազատ ռեժիմի տակ է, չէ՞, կարծեմ։ Բացի այդ քաղբանտարկել Դավիթ Համբարձումյանը օր առաջ հայտարարություն տարածեց, կոչանելով իմպիչմենտի գործընթացին ընթացք տալ եւ դիմեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնին, որպեսզի նախաձեռնեն որոշակի քայլեր իմպիչմենտի գործընթացի առաջխաղացման համար։ Այս մասով ինչ կասես, Նանե ջան։ Իմպիչմենտը սահմանադրական եղանակով Նիկոլ Փաշինյանին ամստահություն հայտնելու գործընթացն է ու քաղաքակիրթ աշխարհը գնում է իմպիչմենտի։ Ու շատ ուրախ ու հաճելի իրադարձություն կլինի Հայաստանում, եթե իմպիչմենտը հաջողվի նաև Հայաստանում։ Քանի որ ընտրությունների գնալ մի մարդու հետ, որ TikTok-ները նկարում, խնձոր աուտում, սուջուխ աուտում, պերաշկի աուտում, ռաբիզա լսում ու նման գործելավոճա տարածում, ինձ թվում է հասկանում ես, որ իմաստ չունի։ Դե նայ, մենք չենք կարող ընտրությունները չեղարկենք։ Ընտրություն լինելու է մեկը, բայց ընտրություն հա լինելու է, բայց պետքա գնանք ընտրության ընենց, այո, որ գոնե այդ իմպիչմենտի գործընթացը, փողոցային պայքարի գործընթացը մեզ հասցնեն ընենց կարգավիճակի, որ երբ որ մենք գնանք ընտրության, մենք իմանանք, որ ունենք վարչապետի թեկնածու կամ մարդ, ով Նիկոլին հակակշիռ ուժ կարա լինի։ Մենք ասում ենք ընտրություններ սենսանս լինելու է, մենք դրա վրա չենք կարող ներազդեցություն ունենալ, բայց կա նաև այլ տարբերակ, որ մինչև այդ օրինական, սահմանադրական ձևով Նիկոլ Փաշինյանը այլևս չլինի վարչապետ։ Ու դա իմպիչմենտի գործընթացն է։ Այստեղ հենց այդ է կարևոր հասկանալ, որ եթե գնում ենք մենք ընտրության ու այդ ժամանակ մեր վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, այդ ուրիշ բան է, ու գնալ ընտրության այն կարգավիճակով, որ մեր երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանը չի, դրանք լրիվ տարբեր բաներ են։ Դրանք տարբեր Հայաստաններ են։ Տարբեր Հայաստաններ են։ Հիմա կասեն, կարգավիճակի փոփոխությունը ոչ մի բան է, ինքը էլ իր քարոզ արշավը կանի, ես կանի, ինքանի, ոչ, այդ ահռելի տարբերություն է։ Այո։ Մեծ տարբերություն է։ Այո, մենք ցկտում ենք իմպիչմենտի, որովհետև մեզ համարում ենք քաղաքակիրթ դեմոկրատ երկիր, անկախ համարում ենք։ Անկախ նրանից, որ բոլորը կամ նախկին քաղբանտարկյալ են կամ ապագա։ Ապագա եթե մնա ներկայիս իշխանություն արի դել ֆիքսեք, բայց այստեղ մի հատ կարևոր բան պետք է ֆիքսել, որ առանց փողոցային պայքարի ոչինչ հնարավոր չի։ Այո, ու շատ քաղաքական ուժեր ասում են, որ փողոցային պայքարը չի հաջողվել, դրա համար մենք համաձայնում ենք գնալ ընտրությունների, ընտրություններով փորձում են ինչ-որ մի բան փոխել, բայց մենք առաջարկում ենք իմպիչմենտ։ Լավ, օքեյ, չի հաջողել, չենք հասել այն արդյունքին, ինչ որ կուզեինք հասնենք, բայց մենք տեսել ենք, որ մարդիկ չեն պակասել։ Այո։ Ավելացել են մարդիկ։ Ամեն հերթական ցույցին, ակցիային, ու կոնկրետ մենք մեր մասով նկատել ենք, որ երիտասարդությունը, ուսանողությունը ամեն հաջորդ անգամ ավելի մեծ է հետաքրքրությամբ մասնակցում, ավելի շատ է ներգրավված լինում։ Այո։ Մեր քաղաքական, մեր պայքարի ընկերների ցանկում մենք չունենք կորուստներ, հակառակը մենք ամեն անգամ մեր շարքերը համալրում ենք։ Այո։ Այն ինչ խոսենք, ինչից խոսենք։ Առաջարկում եմ խոսել այն մասին, որ արդեն մարտ ամիսն է, չէ՞։ 6 ամսից, հա, 6 ամսից, չէ, 6 ամսից պետքա պատրաստ լինի այն 500 դպրոց 500 մանկապարտեզ նախագիծը անցած տարվա այս ամիսների ցուցանիշին համաձայն 44 դպրոց ընդամենը կառուցվել ու մի քանի օր առաջ ԿԳՄՍՆ-ի այդ տվյալ հարցերով զբաղվող հանձնաժողովը ասում էր, որ մենք սեպտեմբերին կհասցնենք այդ 300 դպրոցը կհանձնենք ձեզ նենց ոնց պետք է, հələ մի բան էլ ավել։ Ասենք իրանք բայց դու տեսել ես, որ իրենք փոփոխություն են կատարել, ոչ միայն
նորակառույց պիտի լինի, այսինքն նոր զրոյից կառուցվող, այլ նաև կարող են հինը վերանորոգել։ Չեն Իսկ հասցնելու վերանորոգվելու տակ չկա հստակ սահմանում, որն է հանդիսանում վերանորոգել։ Նան ջան, եթե բայց կարող է գան մի դասարանի դուր փոխեն, ասեն մենք դպրոցը վերանորոգել ենք։ Հիմա իմ ասածը դրան է գնում, որ եթե մի տարում իրանք արել են, մի տարում չէ, 5 տարում իրանք արել են ընդամենը 44 դպրոց, կարացել են ավարտին հասնել 44 դպրոցի վերանորոգում կամ կառուցում։ Ասենք մի քանի ամսում, 6 ամսում, կես տարում դուք ինչ պետք է անեք այդ 246-ը, 256-ը։ Կապ չունի, իրանք ուղղակի էս հիմա նայ, ասեն շատ սիրուն ներկայացնում են, որ տեսեք, որ քարոզարշավի ժամանակ ասեն, հեսա մի ամիս մնաց, հանձնում ենք։ Ասենք այդ մարդիկ ասֆալտ չեն կարում փռեն։ Նույն բանով, այն որ ինքը ասեց թոշակառուին փողը ինչին է պետքա գումարը լինի երիտասարդի ձեռքը։ Ինքը տենց ուզեցավ ներգրավի երիտասարդներին եւ վարչաբենդում եւ այդ իրենց եղկատակ միջոցառումների մեջ իրենց նախընտրական քարոզարշավին, բայց չհասկացավ, որ նրանց ներգրավելով ինքը տարեցների տատիկների, պապիկների ձայներն է կորցնում։ Ու դրա համար, եթե դա նույնիսկ ինչ որ տենց չի, բայց եթե նույնիսկ տենց լիներ, դա ինչ ասելու բան է։ Դրա համար դրա այդ հայտարարությունից 2 ամիս անց ինքը թոշակների այդ մինիմալ շեմը բարձրացրեց։ Ընդհանուր ասած բարձրանում է 10,000 դրամով, բայց հետո բարձրացավ ինչ որ այո, ինչ որ հատուկ մարդկանց նա բարձրանում, որոշներին չի բարձրանում, ոմանց շատ է բարձրանում, ոմանց քիչ է բարձրանում ու արդյունքում չի լինում նենց որ մարդկանց համընդհանուր թոշակառուների թոշակը բարձրանում է 10,000 դրամ։ Որ բանը հաշմանդամություն ունեցող մարդկանց թոշակներն էլ ենք մենք 10,000-ով բարձրացնում, բայց չի ասում, որ օրինակ մենք բերել ենք առողջապահական այդ ապահովագրության համակարգ, որը հիմա ասենք ես հաշմանդամ եմ հերոտնից տեղից, ուզում եմ գնամ ինչ-որ պրոցեդուրայի, զանգում եմ արդեն իմ տարածքային պոլիկլինիկա, որ իմ այդ հերթը կախեն, այսպես ասած, իրանք ասում են, գիտես ինչ, քո նման շատ հաշմանդամներ կան, որ այդ բանի մեջ են, հերթի մեջ են, գիտեն, որ ասենք մահանում ես արդեն, բայց պետք է 2 ամիս հերթի մեջ կանգնես սպասես։ Եթե չէ, դու պետք է գնաս սովորական մարդկանց պես, սովորական քաղաքացիների պես, գնաս վճարես, քո վճարը անես, գնաս այդ քո հետազոտությունը անցնես, գաս։ Ու նույնն էլ դեղերը։ Դու ասում ես, այս դեղն է ինձ պետք։ Okay, հերթի մեջ սպասի, ասենք թքած որ 2 ամիս կանցնի դու այդ դեղը չես օգտագործի։ 2 ամիս դու քո հերթը կգաս կստանաս։ Պլյուս թոշակառուների դեղերը, որը որ պոլիկլինիկան է տալիս, այդ գնում ես ապսեկայից ստանում ես դեղատնից, յուրաքանչյուր դեղատնում չկա։ Յուրաքանչյուր անուն ունեցող տեղ ունի հստակ իր դեղատունը, որից որ դու պետքա ձեռք բերես։ Այսինքն այն թոշակառուն, ով որ կյանքի մայրամուտում է, ով որ հազիվ է քայլում, ով որ չի կարողանում շարժվել նորմալ, պետքա սաղ քաղաքով ման գա։ Քաղաքն ես դու ասում, բա մարզերը պատկերացրը։ Այո։ Գյուղերը պատկերացրը։ Ասենք գյուղում կա մի հատ դեղատուն, լավ 2 դեղատուն, չկա այդ դեղատանը, դեղը ինքը պետք է գնա մարզ կենտրոն, այդ առնի հետ նստի այդ իր տրանսպորտը հետ գնա։ Ու ասեմ ավելին այն ապսեկան, որտեղ որ պետքա լինի այդ դեղը, միշտ չի որ այդ ապսեկայում այդ դեղը լինում է։ Այսինքն պետքա մոլորակների դիրքը համապատասխանի ու քո բախտը համապատասխանի նենց, որ դու գնաս այդտեղ ու այդ դեղը այդ բանը լինի դե։ Դե հիմա այդ եմ ասում, ամեն ինչ բան են արել, որ տեսեք մենք թոշակառուների թոշակն ենք բարձրացրել, որ նայում ես վայ ինչ սիրուն պուպուշ բան են արել, բայց որ խորանում ես իրենք ավելի են ամեն ինչ քանդել։ Այն իրանց մինիմալ են լավ արածը որ կա, որ ասում ես լավ, լավն է։ Հետո խորանում ես, լսում ես կարծիքներ, որ էս ինչ եք արել։ Օրինակ այն որը պետքա թոշակը մնա քարտի վրա, քարտից մենակ պետքա վճարում անես, ինչ որ ֆիքսված գումար է, չէ՞, ավելանում 9000-ը ավելանում, թե ինչքան է ավելանում։ Բախի չեք հանում այդ 9000-ը, տակ թոշակառուի ձեռքը ձեր համար ինչ տարբերություն որ կանխիկ կտա, թե քարտով կտա։ Դե յանի տես սվերային տնտեսության դեմ եմ պայքարում։ Էլի բան։ Մենք չգիտենք այդ ամեն ինչը տակից ոնց կարան իրանք անեն։ Գիտենք։ Բա իրանք անիմաստ հիմա կապիկություններ են անում, որ տեսեք, մենք ձեր մասին ենք մտածում, մենք թոշակառուի մասին ենք մտածում։ Իսկ տեսել ես, որ այն ասֆալտն որ չէին կարողացել նորմալ փռել ու սա քաղաքը փոսեր։ Հիմա ասենց հատուկ տեղեր են վերցնում, նկարում են, թե իրանք ոնց են փոսալուծում իրականացնում, ու այդ մասը տեղադրում են, ու մարդիկ են նայում են ուրախանում։ Առանց բետոնի ասֆալտ են մարդիկ անում։
դե ես լրագրող եմ, չէ՞, ես հետաքրքրված եմ այդ ամեն ինչով, առանց բետոնի իրենք ասֆալտ են անում, որ ասենք գնես մեծ մատով սենց անես կբացվի նորից։ Ես մի հատ շատ հետաքրքիր բան ասեմ, եթե Շենգավիթում կան փոսեր, այդ արդեն աշխարհի վերջն է, որտեղ Շենգավիթը միշտ եղել է շատ հարթ, ուղիղ, բայց երբ որ հիմա մեքենայով 100 մետր տեղ գնալու համար 10 անգամ գնում ես այդ փոսերի մեջ, մեքենայով գնում ես, մեկ իր արմատուրան բերե դրել է, որ մյուս քաղաքացիները տենան չմտնեն։ Հա, բայց շնորհակալ ենք այդ մարդկանց, որ գոնե բերել դրել են։ Հա։ Էլ ասում ես մեքենայի կեսը մնում է։ Եթե Շենգավիթ վարչական շրջանում կա այդ փոսերը, ուրեմն աշխարհի վերջն է, всё արդեն։ Իմ համար դա տենց է միշտ, որովհետև մենք միշտ այդ փոքր ժամանակ հեծանի քշել, ռոլի քշել, ասում ենք դա Շենգավիթը վերջն է։ Որ քաղաքի կենտրոնական են փողոցները, որտեղով որ ասում օրինակ Նիկոլ Փաշինյանը ու մնացած բարձրաստիճան պաշտոնյաները, այդ հատվածները տարօրինակ կերպով տենց փոսեր չէին առաջացել։ Կարող է առաջացել են, բայց մի վայրկյանում այդ խնդիրը լուծվել է ու բետոնով կարևորը։ Բետոն լցվել է այդտեղ։ Կարող է։ Կգնանք կփորձենք նրանցից։ Ասфальտը գնանք փորձենք։ Հա, երբ որ կամ եթե փողոցային պայքար սկսվի, ես խոսք եմ տալիս, ամեն այդ փոսալցած հատվածը ես անձամբ կփորձեմ քանդել, կտեսնեմ տակը բետոն կա։ Փողոցային պայքար սկսի, այդ փոսերը այնքան մեծ են, նստես դա չես երևա։ Ասենք իրանք արդեն անկախ իրանց կամքից կարան շատ մեծ օգնություն ցույց տան ընդդիմադիր մարդկան, ընդդիմադիրներին այդ իրանց փոսերով, այդ փոսի պատճառով, ասենք փողոցները որ կյանքում խցանում չի եղել, այդ փոսի պատճառով այնց խցանումներ, որ 40 րոպե, 50 րոպեից ավել 100 մետր գնալու համար կարող է պետք է։ Բայց այդ կռիվներն է շատացել։ Մեկը մեքենայի մեջից հայհոյում է, մյուսը ասում է կնոջս հետ եմ խես հայհոյում, հելնում են իրար են տալի։ Երկուսին կարելի է հասկանալ։ Այնց իրավիճակա, որ երկուսին կարելի է հասկանալ, ես երկուսի հետ խնդիր չունեմ։ Ու դրան զուգահեռ Ավինյանը ռեստորանը պարում է։ Այ շատ լավ թեմա էր, նա էս էլ այրանց նախընտրական այդ վիճակները։ Երբ որ բան չասի, բայց դու սարքի նոր պարի։ Շատ գեշ է նայվում։ Շատ կներեք, բայց ահա որ տհաճ է նայվում իր այդ վիդեոները։ Ինքը ուզում է ցույց տա, որ ինքը շատ ժողովրդավար է ձեր գրկից հելացել, երկրորդ Նիկոլը անում։ Ինքը որպես այդպեսին լավ բան է անում, բայց չի կարելի տենց անել։ Այսինքն ցանկացած պետական պաշտոնյա պետք է լինի ժողովրդի հետ, բայց չպետք է դա լինի ցուցադրական, չպիտի լինի տարին մի անգամ, չպիտի լինի 5 տարին մի անգամ, այնքան որ ցույց տա, որ ինքը այդն ժողովրդավար է, մարդկանց հետ է, մարդկանց կողմից է, բոլորին հավասար է նայում, բոլորին այդ նույնը արի համեմատական տանենք նախկինների հետ, այդ իրանց ասած նախկինների հետ, երբ որ օրինակ նախկին նախագահը կամ նախկին նախագահի տիկինը ինչ որ լավ բան էին անում, բարեգործություն էին անում, մարդկանց կյանքեր էին փրկում, մարդկանց կյանք էին նվիրում, իրանք այդ ամեն ինչը PR-ելու կարիք չունեին։ Ու հրապարակային չէր։ Իրանք անում էին իրանց համար, որ ժողովրդին լավ լիներ, հենց երեք երեկոյան բացել էին նվիր կյանք հիմնադրամի այդ հաշվետվությունները, նայում եմ, ասում եմ մենք կյանքում չենք մտածել, որ ասենք այսքան խնդիր ունեցող մարդ բուժվել է Ռիտա Սարգսյանի աջակցությամբ, որ այսքան ընտանիք երեխա է ունեցել մենակ Ռիտա Սարգսյանի աջակցությամբ։ Ու այդ ամեն ինչը ոչ միտեղ չի գովազդվել, այդ ամեն ինչը չեն հանել խփել բանիերների վրա, որ տեսեք, այդ նախընտրական քարոզարշավի մեջ այդ մանիպուլյացիան չի օգտագործվել, որովհետև այդ էժան քայլերը, որ հիմա սրանք անում են, այդ ամեն ինչը բարոյականությունից դուրս է արդեն։ Այո։ Իսկ իրանց ասած նախկինները այնքան բարոյականություն ունեին, այնքան ամեն ինչ ունեին, որ իրանք անում էին ոչ թե զուտ PR-ի կամ ինչ-որ բանի համար, անում էին, որ ժողովուրդը իրենց լավ զգա։ Իրանք ասում են, որ իրենց ռեյտինգը ահա որ բարձր է, ու իրանք 14%։ Ու իրանք ահա որ շատ ձայներ են վերցնելու, ավելի շատ ձայներ, քան իրանք ստացել են 2021 թվականին եւ այլն, բայց անում են շատ, այսպես ասած, կներեք բառիս համար դիշովի քայլեր։ Շատ էժան են իրանք։ Իրանց պահում, Դա տարի հիշենք էլի, որ տարիներ շարունակ բոլոր են կանայք, ովքեր որ չէին կարողանում երեխա ունենալ, ունեին վերարտադրողականության հետ կապված ինչ-որ խնդիրներ, դիմում էին Ռիտա Սարգսյանին ու օգնություն էին ստանում։ Հազարավոր ընտանիքներ։ Ու այդ ամեն ինչը չէր լինում ընտրություններից առաջ, ընտրությունների համար, այդ ամեն ինչը լինում էր միշտ ու շարունակական։ Ու նույնը տարբեր պետական պաշտոնյաների դեպքում։ Իսկ իրանց պարագայում այն ամեն ինչը որ արվում է ցուցադրական, ցույց են տալիս, թե իրանք ինչքան լավն են, ու ինչեր են անում մեր ժողովրդի համար, բայց իրականում դա ընդհանրապես վարքյաններ տևող հոլովակներ առիլերի տեսքով, որը որ հրապարակվում է ու անցնում գնում է։ Հենց դրա մասին էր խոսքը, որ այն ինչ անում էին այդ իրանց ասած շակերտավոր նախկինները, այդ ամեն ինչը ի սրտե էր։
Իսկ այս ամեն ինչը PR մեքենա է, որ շատ էժան է նայվում։ Հիմա ասենք այնտեղ երեխա կար չէ, որ ջութակ էր նվագում Նիկոլ Փաշինյանի համար, այդ ջութակը Նիկոլ Փաշինյանն էր այդ երեխուն նվիրել։ Միամիտ, ասենք իրանք չէին հայտնել, որ կողմ են գնում, բայց միամիտ այդ երեխան իմացավ, որ այդտեղ է, ինքը ջութակը վերցած եկավ։ Իսկ տեսա, որ միամիտ երեխան հայտնվեց, ում անունը դրել էին Նիկոլ Փաշինյան, Նիկոլի հեղափոխության համար։ Ու մի հատ Նիկոլ, բա ինչի են ձեր անունը Նիկոլ դրել։ Բանն էր, Սոնան էր Ղազարյան գրել, թե ով էր գրել, չեմ հիշում։ Երեխու այդ նկարը էին գցել, բայց երեխան շատ էր ուզում նկարվեր, հեռախոս չուներ, այս տեղադրում եմ, հնարավոր է իր ընտանիքի անդամներից մեկը հարազատները տենան նկարը ուղարկեն ծնողին։ Նախ չի կարելի այդպիսի քայլ անել, որովհետև երեխան անչափահաս է ու չգիտես դու թե անչափահաս երեխայի նկարը հրապարակելով կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ է նկարվում թե այլ թե պատահական դուրս կանացից մեկն էր իրենց գրել։ Չգիտես թե դա ինչ ազդեցություն կունենա այդ երեխայի վրա։ Նախ դպրոցում ինչ ազդեցություն կունենա, ընտանիքում ինչ ազդեցություն կունենա, մարդիկ ոնց կարձագանքեն այդ ամեն ինչին, դու երեխային սարքում ես ուղղակիորեն թիրախ։ Կապ չունի դու իշխանություն ես, թե ընդդիմություն, չի կարելի երեխայի նկարը հրապարակել առանց երեխայի ծնողների թույլտվության։ Իսկ դու այդ նկարը հրապարակում ես, ասում ես ծնողները թողնեն վերցնեն։ Այդ իրենց փնթի PR-ն է։ Լուրջ, այդ բացի ու դրանից ուրիշ բան ես իմ մտքին չի գալիս, որ իրանք ինչ անում են մենակ նրա համար, որ իրանք ռեյտինգը գոնե 0.001%-ով բարձրանա, որովհետև իրանք տեսնում են, որ ժողովուրդը իրանք չի վստահում այս բանին։ Իրանք այդ իրենց խաղաղությունները, որ հա ամենտեղ խփել են այդ իրենց ծրտիկները, այդ իրենց վարչաբենդը, այդ ամեն ինչ, էլի PR մեքենա է, որ ուզում է երիտասարդությանը ներգրավի, որ ուզում է այն մարդկանց, ովքեր օրինակ տատիկ պապիկները հասանելիություն չունեն համացանցին նենց ոնց ունեն երիտասարդներին, ասենք ես որ մի բան տեսնում եմ, մի քանի տեղով search եմ անում, տեսնեմ այն մյուս կողմը ինչ է ասում, բա։ Իսկ տատիկները տենում են, ասենք Civic-ի գցած ինչ որ նյութ, всё իրանց համար այդ օրենքա։ Այո։ Գրած է, ինտերնետում գրած է, ուրեմն այդ է։ Կամ հմեկի օրինակով նույն, եթե հմեկն ասում է, տելևիզորը ասում է, всё այդ ճիշտ է։ Ու անհնար է արդեն։ ՀՍՀՄ-ից եկա ժառանգությունը, որ այդ ժամանակ հեռուստացույցով ինչ ասում էին, ճիշտ էին ասում։ Սա այդ խնդիրը հենց դրա մեջ է։ Ու բանը, արի մի հատ ուշադրություն դարձնենք, որ լրատվականները իշխանական լրատվականները կտրում են Քարոզարշավի այն հատվածները, որը որ ձեռնատու է մենակ Նիկոլ Փաշինյանին։ Այո, նույնիսկ այն երբ որ Նիկոլ Փաշինյանին մեղմ ասած հեռացնում են խանութից։ Տեսեք, մենք ժողովրդավար ենք, մեզ հեռացրեցին, մարդկանց շարունակեց բարևել, այո։ Մի հատ բարևում եմ ու գնամ, всё։ Աննորմալ ես դու։ Ասենք լուրջ։ Ես իմ ուղեղի մեջ շատ բաներ չի տեղավորվում, հետո հասկանում եմ, որ լավ, սրանք Նիկոլենք են, արդեն տեղավորվում է, անցնում եմ առաջ, բայց նույնիսկ այդ, որ իրան վատ են վերաբերվել, այդ արդեն իր համար PR է։ Այո։ Սև PR-ն էլ է, սև չի այս դեպքում, խա սև։ Բաներ տակը գրում են, չէ՞, տեսեք մեր վարչապետը ինչ բարի է, մի հատ ոչ մի բան չէ, այ նախկիններն ելնեն։ Սենց մի հատ բան, բայց եկեք հիշենք, որ քո հետևից կգան, էլի։ Ու ալիլիկ բանը։ Հիշենք այն հողի կնոջը։ Նա։ Եկեք մի հատ հələ հետ գնացեք, այս 5 վերջի 5 տարին նայեք։ 2018-ից 21-ը լթողենք մի կողմ, մոլորված ժողովուրդ էր, խնդիր չկա։ Մի հատ հիշենք այն հայորդիներին, ովքեր որ իրենց կյանքը զոհեցին հանուն Արցախի ու Հայաստանի։ Հիմա Արցախը չկա։ Հիշենք այն զինվորներին, ովքեր որ դարձան հաշմանդամներ ու հիմա հույս ունեն, որ իրենց թոշակը կբարձրացնեն, որովհետև իրանք հաշմանդամ են ու չեն կարողանում աշխատել ու իրենց բարեկեցությունը։ Շատ լավ բան հիշեցրեցիր ինձ, ուրեմն մեր հերոսներից մեկը անուն չտամ, որովհետև վստահ չեմ, որ ինքը կուզենա այստեղ հնչի իր անունը, հերոսներից մեկը, ով նաև զբաղվում է սպորտով եւ ունի հաշմանդամության խնդիր, ես իրան հետևում եմ շատ ակտիվ, ինքը հրապարակել էր, որ իր հաշմանդամության կարգը ուզում էին, այսպես ասած, իջացնել, երկրորդից թե առաջինից հետ տանել, գումարն էլ այդտեղ նվազում, այդտեղ բաներ, որովհետեւ ինքը սպորտային կազմվածք ունի, մասնակցում է սպորտային մրցույթների եւ նվաճում է շատ բարձր տեղեր։ Դու պատկերացնում ես, այդ ինչ ահավոր է։ Երբ որ մարդ ունի օրինակ վերջույթներ, բայց ինքը չի հանձնվում, ասում է, օքեյ, ես պրոթեզով էլ կգնամ, կհաղթեմ, իմ երկրի անունը բարձր կպայեմ, փոխանակ այդ մարդուն ասենք ուսներին, հա, գլխին դրած մանտան, մի հատ էլ ասում չէ, դու հաշմանդամ չես, որտեվ հրնայի, նայ ինչ ես անում, նայ ոնց ես հաղթում։ Դուրսը նայ ինչ հաղթանակներ ես անում, դրոշը ոնց ես բարձրացնում, բա հաշմանդամը կարա այդպես բան։ Խայտարակություն է այդ մեր ազգի համար։
Սերունդների համար էլ է խայտարակություն։ Ինչ պետք է էլի պատմենք։ Այդ տղեն հետո իր օրինակ երեխեքին ինչ պետք է ասի։ Կամ այն մարդիկ, ովքեր որ տեսնում են, թե ինչ չակերտավոր պատվի են արժանանում այդ մարդիկ, իրանք ինչ պիտի սովորեն, հետո ինչ պիտի մատուցեն, երեխաները, ովքեր որ տեսնում են, որ անարգանքի են արժանանում մեր զինվորները, մեր հերոսները, ինչ պիտի սովորեն ու հետագայում ինչ պիտի ցուցաբերեն։ Այս փչացած համակարգը իրանց ուզում է ժողովրդին փչացնի ու սերունդերին փչացնի, որ ցույց տա, տեսեք, օքեյ, մենք փչացածենք, օքեյ է դա։ Ընդունվում է ժողովրդի կողմից։ Հիմա իրանք այնքան վստահ են, որ իրանք ընտրություններին հաջողության են հասնելու։ Ու ցավալին այն է, որ ընդդիմությունից ոչ մի ուժ ներկա պահին միայնակ չի կարողանալու Նիկոլի դեմ։ Ընդդիմության մեջ չկան հենց այս պահին մեկը, որ ասի թողեք, в общем, գնացեք, ես մենակով հեսա Նիկոլին նայեք ինչ եմ անում։ Շատ ցավալի է դա։ Ու մենք այս տարվա ընտրություններին կանգնած ենք մի հատ այնց ճամփաբաժանի առաջ, որ կամ Նիկոլն է ու մենք գնում ենք, всё կործանվենք, կամ էլ, չգիտեմ, ժողովուրդը լխելքի եկեք, լուշկի եկեք, տեսեք կողքից լսեք ով ինչ առաջարկում։ Ինչպես նաև քաղաքական ուժերին կոչ ենք անում միանալ ու համախմբվել իմպիչմենթի շուրջ, քանի որ մենք տեսնում ենք, որ իմպիչմենթը հնարավոր է իրականացնել ու իմպիչմենթը այն սահմանադրական մեթոդն է, որը որ հնարավոր կլինի Նիկոլ Փաշինյանին ի վերջո իմպիչմենթը եթե անես, եթե չհաջողի, դու բան չես կորցնելու։ Ոչ մի բան չես կորցնելու։ Բայց երբ որ դու չես անում ու հնարավորություն ես կորցնում, դու քեզ հետագայում արդեն մեղադրելու ես, որ դու կորցրեցիր այն հնարավորությունը, որը որ կար Նիկոլ Փաշինյանին ճանապարհելու։ Ու հենց մեղադրելու էլ է։ Ես որպես քաղաքացի կմեղադրեմ այն քաղաքական ուժին, ով հիմա այս իրավիճակում մի կողմ չի դնի իր կապրիզները, կասի չէ, ես գործ չունեմ բան։ Չի դնի մի կողմ ու չի միանա այդ ամեն ինչին, որովհետև մեծ հաշվով էլի եմ ասում, ոչ մի բան իրանք չեն կորցնելու, բայց իրանք ունեն հնարավորություն։ Իրանք ունեն ժողովրդին ցույց տալու էլի մի հատ հնարավորություն, որ ժողովուրդ ջան, մենք էս էլ անում ենք, գոնե ցուցադրական իրանց մասով, էլի գոնե անում ենք, որ հետո մենք ձեր աչքերին կարողանանք նայենք։ Հույս ունենանք, որ քաղաքական ուժերը կհամախմբվեն իմպիչմենթի շուրջ ու իրականում հաջողության կհասնի իմպիչմենթը ու կունենանք այն երազանքների երկիրը, որին որ մենք բոլորս փափագում ենք։ Երիտասարդությունն էլ իր մասով խոսք է տալիս, որ ամեն հնարավոր բան կանի դրա համար։ Մենք միշտ պատրաստ ենք կանգնել փողոցային պայքարի առաջնագծում։ Մենք միշտ պատրաստ ենք օրերով չքնել, օրերով տուն չգնալ փողոցներից։ Վրաններում։ Պատրաստ ենք համալսարանից դուրս մնալ, պատրաստ ենք ճնշումների ենթարկվել։ Մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Այո։ Հանուն հայրենիքի, որովհետև հայրենիքը մի հատ է ումեր։ Եվ արի հիշենք ինչ էր ասում Սվարապետ Վազգեն Սարգսյանը, աթոռի կռիվ մի արեք, հողի կռիվ արեք, որ այդ աթոռը դնելու տեղ լինի։ Դե ինչ շնորհակալ ենք մեզ հետևելու համար, բաժանորդագրվեք, լայքեք ու սպասեք մեր հետագա թողարկումներին։